Ոչ 1%։ 2020 թվականին Երևան քաղաքում խցանները ավելացել են, թե պակասել են։ Սա շատ ևս հետաքրքիր ցուցանիշ է։ 82%-ը նշել են, որ 2025 թվականին խցանները ավելացել են։ Դա, եթե նայում ենք 2024 թվականի ցուցանիշին, գրեթե նույն պահպանվել է։ Խցանները պակասել են 4.5%-ը նշել, 11.6%-ը նշել է, որ մնացել են նույն, այսինքն ևս բացասական տիրույթում այս պատասխանը։ Տեսնում ենք, որ անկախ նրանից, որ ջանքեր են թափվում, որպեսզի խցանումները նվազեն, մանավանդ կենտրոնական համայնքներում, բայց մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը դեռ պահպանվում է։ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ավտոբուսների գնահատականը՝ մեկը շատ լավ, 5-ը շատ լավ, այստեղ ներկայացված է միջին գնահատականը եւ եւս 2 տարվա կտրվածքով է վերված տվյալները։ Մենք ունենք մի քանի չափանիշ, օրինակ միայն կանգառներում կայանելը 4.4 բալ է ստացել 5 բալից, հա, այս ցուցանիշը, ինչը լավ է կարծում։ Տեխնիկական վիճակ 3.9 բալ, գրեթե 4 բալ, էլի կարելի է լավ գնահատել։ Ժամանակի մոտենալը արդեն խնդրահարույց է 3.4 բալ է գնահատել 5 բալից եւ ամենավատ ցուցանիշը դա հանրաբնակության հարցն է 2.8 բալ, իհարկե որոշակի դրական փոփոխություն կա 2024 թվականի հետ կապված, բայց երկու գնահատականին եւ 2024-2025-ին բացասական տիրույթ ունեցին 2.2 եւ 2.8 բալ, այսինքն այս չափանիշի վրա, այս խնդրի վրա պետք է ուշադրություն դարձնեն տրանսպորտի հարցով զբաղվող մեր քաղաքապետարանի պատասխանատուները։ Երևան քաղաքի բնութագրիչների գնահատում մեկը ընդհանրապես բավարարված չէ, 5-ը լիովին բավարարված է։ Այստեղ մեր մոտ բերված են լուսավորությունը, հա, այսինքն 4 բալը 2025 թվականին, սա ընդհանուր քաղաքի ցուցանիշն է, անվտանգությունը 3.7 բալ, մաքրությունը 3.2 բալ, կանաչապատ 3.1 բալ եւ ամենավատ ցուցանիշը, ինչպես տեսնում ենք, 2.3 բալ, անգամ նվազում ունենք անցած տարվա ցուցանիշի հետ հարմար, հա, անցած տարվա արդեն իսկ վատ էր 2.4 բալ, հիմա ունենք 2.3 բալ ցուցանիշ, նորից վերադառնում ենք այն հիմնախնդիրներին, որոնք նշվել են մեր քաղաքացիների կողմից։ Նույն պատկերը մենք ունենք նաև